Իրանը ձգտել է ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողություններին, ի պատասխան անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում իրականացնել Կալիֆոռնիայի ուղղությամբ։ FBI-ը զգուշացրել է նահանգի ոստիկանության բաժիններին, որ Իրանը նախատեսել էր անկանխատեսելի հարձակում, օգտագործելով ԱԹՍ-ներ, որոնք կարող էին արձակվել ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող անհայտ նավերից։ Ըստ ահազանգի, հարձակումը պետք է թիրախավորել Կալիֆոռնիայում գտնվող հստակ չնշված օբյեկտներ։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է, մենք ստացել ենք տեղեկություն, որ դեռևս 2026 թվականի փետրվարի սկզբի դրությամբ Իրանը ենթադրաբար ձգտել է անցկացնել հանկարծակի հարձակում, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող անհայտ նավից։ Փորձագետները նաև մտահոգություն են հայտնել, որ իրանական քնած ահաբեկչական խմբավորումները կարող են ակտիվանալ եւ որ առաջիկա Օսկար մրցանակաբաշխությունը եւս կարող է թիրախ դառնալ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Իրանական ԱԹՍ-ները Կալիֆոռնիայում կեղծ լուրեր, թե մտահոգության լուրջ առիթ։ Օսկարը բարձր պաշտպանության ներքո հոլիվուդյան տոնը անվտանգության ուշադրության կենտրոնում։ Պատերազմը Ամերիկա հասավ կիբերհարձակում բժշկական ընկերության վրա։ Շարունակվում են հրթիռային եւ ավիահարվածները Իրանին, Թեհրանը չի նահանջում 5500 հարվածից հետո։ Ինչու է ԱՄՆ-ն կրճատում Մերձավոր Արևելքից տարհանման չվերթները։ Պատերազմի գինը միլիարդներով Իրանի հետ հակամարտության ծախսերը գերազանցում են նախատեսված շեմը։ Նավթային անձրևը չօգնեց, գները շարունակում են աճել։ Կալիֆոռնիայից անհետացած աղջիկը գտնվել է 6 տարի անց Հյուսիսային Կարոլինայում։ Խաբեբաները ԱՄՆ-ում տարեկան գողանում են 119 միլիարդ դոլար, ինչ անել հերթական խաբվածը չդառնալու համար։ Այսքանը եւ ոչ միայն մեր թողարկման առաջին հատվածում, իսկ թողարկման երկրորդ մասում կաշխատի իմ գործընկեր Մանու Հարությունյանը, ով այսօր պատմելու է առաջիկա օրերին սպասվող միջոցառումների մասին։ Ֆիլմ թե համերգ, կընտրեք ինքներդ, Մանուն առաջարկներ ունի ամենատարբեր նախասիրությունների համար։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Եթե ուզում եք աջակցել մեզ, մեկնաբանություններում պարզապես գրեք ձեր կարծիքն ու առաջարկները մեր նախագծի մասին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Իրանի կողմից Կալիֆոռնիայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին տեղեկությունները չեն հաստատվել, հայտնում են իրավապահ մարմինները։ Այնուամենայնիվ, տեղական, նահանգային ու դաշնային գերատեսչությունները շարունակում են ուսումնասիրել տարբեր հետախուզական տվյալներ, կանխելու հնարավոր ահաբեկչական սցենարները, ներառյալ ԱԹՍ-ների կամ պայթուցիկ սարքերի կիրառումը։ Կալիֆոռնիայի նահանգապետը նշել է, որ պետական աշխատակիցները մշտադիտարկում են իրավիճակը, ԱԹՍ-ների հետ կապված խնդիրները միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում եւ մենք ստեղծել ենք հատուկ աշխատանքային խմբեր այդ մտահոգությունների շուրջ, նշել է Նյուսոմը։ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը եւ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտը հայտնել են, որ իրենց հաստատություններն աշխատում են բարձր պատրաստվածության ռեժիմով։ Իրավապահները շեշտում են, որ թեև Իրանը նախկինում փորձել է ահաբեկչական գործողություններ իրականացնել, ԱՄՆ-ի տարածքում այս պահի դրությամբ Լոս Անջելեսի համար հայտնի կամ հատուկ սպառնալիքներ չկան։ Իշխանությունները հորդորում են պահպանել զգոնությունը, սակայն խուճապի չմատնվել, հիմնվելով միայն պաշտոնական եւ ստուգված տվյալների վրա։ Այնուամենայնիվ, կիրակի Հոլիվուդի Դոլբի թատրոնում կայանալիք 98-րդ Օսկար մրցանակաբաշխության անվտանգությունը այս տարի առանձնահատուկ ուշադրության է արժանացել։ Անվտանգությունը ապահովելու համար կգործարկվեն ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ եւ ականազերծման խմբեր, վարժեցված շների հետ միասին։ Թատրոնի շուրջ կստեղծվի մեկ մղոնանոց անվտանգության գոտի, որտեղ կիրականացվեն մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մանրակրկիտ ստուգումներ։ Բացի ոստիկանությունից միջոցառմանը կներգրավի մոտ 1000 մասնավոր անվտանգության աշխատակից։ Չնայած այս խստացված միջոցներին, կազմակերպիչները հույս ունեն, որ մրցանակաբաշխությունը կանցնի հանդիսավոր եւ անխափան մթնոլորտում, իսկ մասնակիցների ու հյուրերի անվտանգությունը կլինի առաջնային։
Իրանի հետ կապ ունեցող հաքերային խումբը ստանձնել է ամերիկյան բժշկական տեխնոլոգիական արտադրող Stryker ընկերության վրա իրականացված կիբերհարձակման պատասխանատվությունը։ Սա ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկյան ընկերության վրա իրականացված առաջին նշանակալի հարձակումն է։ Միչիգանում տեղակայված ընկերությունը հաստատել է հարձակման փաստը, սակայն շեշտել է, որ հաջողվել է այն չեզոքացնել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Հանդալաթիմ խումբը, որին կապում են Իրանի հետախուզության նախարարության հետ։ Սա առաջին դեպքն է, երբ հաքերային հարձակումը զգալի ազդեցություն է ունեցել ամերիկյան ընկերության ենթակառուցվածքների վրա։ Մասնագետները ուշադրությամբ հետևում են զարգացումներին, գնահատելու համար կիբերսպառնալիքների հետագա ընդլայնման հավանականությունը։ Քանի դեռ մեր լսարանը մեծանում է եւ միավորում ամերիկահայությանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ձեր բաժանորդագրությունը շնորհակալություն հայտնելու լավագույն միջոցն է, իսկ այժմ ամենաթարմ նորությունները Իրանում շարունակվող պատերազմի մասին։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իրականացվող անդադար ավիահարվածները լրջորեն վնասել են Իրանի հակաօդային պաշտպանության, ռազմածովային ուժերի եւ հրթիռային զինանոցի կարողությունները։ Արդեն մոտ կես ամիս շարունակվող այս հակամարտությունը, որը նախագահ Թրամփը բնութագրել է որպես փոքրիկ էքսկուրսիա, սպառնում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով։ Աշխարհի նավթի մատակարարումների 20%-ը անցնում է այս նեղուցով, որը Իրանը հայտարարել է փակ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից անվտանգությունն ապահովելու ջանքերը դեռևս բավարար արդյունք չեն տալիս պայմանավորված բարձր ռիսկերով։ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է նավթի գների աճով եւ դրա հետևանքով սպասվող ներքաղաքական բարդություններով։ Չնայած ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարություններին իրանական հարձակումների նվազման վերաբերյալ նավթի շուկայում անկայունությունը շարունակվում է։ Սպիտակ տունը հույս ունի, որ ավիահարվածները շարունակելը Թեհրանին կտանի անվերապահ կապիտուլյացիայի, բայց այս պահին Իրանը կարծես նահանջելու մտադրություն չունի։ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը միաձայն 13 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումները Քաթարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ պետությունների վրա։ Բանաձևի նախագիծը, որը ներկայացրել էր Բահրեյնը, 135 պետությունների աջակցությամբ արձագանք է Իրանի այն գործողություններին, որոնք հետևում էին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներին։ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել։ ԱՄՆ-ի դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ Իրանի գործողությունները աննախադեպ դաժան էին, ինչը ստիպել է անգամ լուրջ տարաձայնություններ ունեցող երկրներին համախմբվել։ Իրանի դեսպանը իր հերթին կոշտ է արձագանքել բանաձևին, այն որակելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մերձավոր Արևելքից ամերիկացիների դուրս բերելու համար կազմակերպված չարտերային թռիչքների կրճատման մասին։ Պատճառը տարածաշրջանում առևտրային ավիաչվերթների հասանելիության բարելավումն է եւ պահանջարկի կտրուկ անկումը։ Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով կառավարական չարտերներում տեղերի քանակը զգալիորեն գերազանցում է իրական կարիքը։ Ըստ ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության տվյալների փետրվարի 28-ից ի վեր Մերձավոր Արևելքից ավելի քան 43,000 ԱՄՆ քաղաքացի է բարեհաջող վերադարձել հայրենիք։ Նրանց մեծամասնությունը դա արել է սեփական միջոցներով, առևտրային չվերթներով եւ առանց կառավարության հատուկ օգնության։ Կոնգրեսին տրամադրած փակ տեղեկատվության համաձայն Իրանի դեմ պատերազմի առաջին 6 օրվա ընթացքում ԱՄՆ-ն ծախսել է ավելի քան 11.3 միլիարդ դոլար։ Օրենսդիրները սակայն վստահ են, որ իրական ծախսերը շատ ավելին են, քանի որ պաշտոնական հաշվարկում ներառված չեն մի շարք կարևոր բաղադրիչներ։ Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել, մենք չենք մեկնաբանում փակ քննարկումները կամ հարցերը։ Ինչ վերաբերում է էպիկական զայրույթ գործողության արժեքին, մենք չենք իմանա այն, մինչև առաքելությունը չավարտվի։ Այս պահին Թրամփի վարչակազմը կոնգրեսից հավելյալ ֆինանսավորում պահանջելու հարցն է քննարկում։ Միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրները համաձայնել են պահուստներից 400 միլիոն բարել նավթ դուրս բերել, փորձելով զսպել Իրանի դեմ պատերազմի հետևանքով սրընթաց աճող գները։ ԱՄՆ-ն կտրամադրի 172 միլիոն բարել իր ռազմավարական պաշարներից, սակայն շուկան թերհավատությամբ է արձագանքել, թեև լուրերի ազդեցությամբ գները կարճատև անկում ապրեցին, դրանք արագորեն վերականգնվեցին, կրկին գերազանցելով $90 1 բարելի դիմաց։
Իրանական ռազմական սպառնալիքի պատճառով Հորմուզի նեղուցը փաստացի փակել նավթային տանկերների համար, ինչը օրական շուրջ 20 միլիոն բարել նավթ է կրճատում համաշխարհային շուկայից։ Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հում նավթի գներն աճել են ավելի քան 30%-ով, իսկ բենզինի մանրածախ գինը թանկացել է 50 ցենտով։ Համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող այս անկայունությունը ցույց է տալիս, որ շուկան ավելի շատ է մտահոգված հակամարտության տևողությամբ, քան նավթի պահուստային պաշարների բաց թողումով։ Փորձագետները նշում են, որ նույնիսկ օրական 1,4 միլիոն բարել հավելյալ նավթի մուտքը բավարար չէ օրական 16 միլիոն բարել պակասուրդը լրացնելու համար։ Թրամփի վարչակազմը հայտարարել է նոր լայնածավալ առևտրային հետաքննությունների մասին, որոնք ընդգրկում են ԱՄՆ-ի ավելի քան 1 տասնյակ գործընկերների, այդ թվում Եվրամիությանը, Մեքսիկային, Չինաստանին, Ճապոնիային և Հնդկաստանին։ Այս քայլը հավանաբար կհանգեցնի նոր մաքսատուրքերի կիրառմանը։ Ներկայումս ԱՄՆ-ում գործում է բոլոր առևտրային գործընկերների նկատմամբ կիրառվող 10% ընդհանուր մաքսատուրք։ Այս քաղաքականությունը արդեն իսկ առաջացրել է միջազգային դժգոհություն։ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը իրավիճակը բնութագրել է որպես մաքուր մաքսային քաոս։ Ակնկալվում է, որ Թրամփի նոր հարձակումները հերթական լարվածությունը կառաջացնեն Վաշինգտոնի և նրա առանցքային գործընկերների հարաբերություններում։ 6 տարի առաջ անհետ կորած աղջիկը հրաշքով ողջ և առողջ է հայտնաբերվել Հյուսիսային Քարոլինայում 11-ամյա երեխան, որը 2020 թվականին անհետացել է Լոս Անջելեսից, այժմ գտնվում է պաշտպանական խնամքի տակ։ Իրավապահները նրան հայտնաբերել են տեղի դպրոցներից մեկում, կեղծ անունով աղջիկը համարվում էր առևանգված սեփական մոր կողմից։ Դեպքը բացահայտվել է անանուն ահազանգի շնորհիվ, որը հուշել է, որ երեխան կարող է գտնվել երկրի մյուս ծայրում։ Իրավապահները նշում են, որ նման դեպքերում դրական ավարտը հազվադեպ է, սակայն այս պատմությունը դրական ավարտ ունեցավ։ Աղջկա մոր և 2020 թվականի հետաքննության մանրամասների մասին այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ Երեխայի ինքնությունը մնում է չբացահայտված նրա անվտանգությունից ելնելով։ Ամերիկացիները տարեկան առնվազն 119 միլիարդ դոլար են կորցնում խաբեբաների պատճառով, ինչը զգալիորեն գերազանցում է պաշտոնական վիճակագրությանը։ Սպառողների ֆեդերացիայի նոր գնահատականը հիմնված է այն իրողության վրա, որ զոհերի մեծ մասը չի հայտնում խարդախության մասին։ Համեմատության համար նշենք, որ FBI-ը 2024 թվականին գրանցել է ընդամենը 16,6 միլիարդ դոլարի վնաս, ընդունելով, որ դա իրական պատկերի միայն մի մասն է։ Ամենաեկամտաբեր և ավերիչ հանցագործությունները ներդրումային խարդախություններն են, այդ թվում այսպես ասած խոզի մորթման մեթոդը, երբ հանցագործները ստեղծում են կեղծ սիրային կամ ընկերական կապեր, զոհերին դրդելով ներդրումներ կատարել կեղծ կրիպտոարժույթներում։ Մասնագետները որպես լուծում առաջարկում են խստացնել տվյալների բրոքերների գործունեությունը, որոնք անձնական տեղեկություն են վաճառում խաբեբաներին։ Միջին Արևմուտքի նահանգներում մոլեգնած մահացու պտտահողմերից հետո եղանակային անբարենպաստ պայմանների վտանգը տեղափոխվել է Արևելք, Օհայոյի հովիտ և Միջին Ատլանտյան նահանգներ։ Իլինոյս և Ինդիանա նահանգներում ավերածություններից հետո շուրջ 62 միլիոն մարդ գտնվում է վտանգի տակ Թեքսասից մինչև հարավային Նյու Ջերսի։ Ինդիանայի Լեյք Վիլիջ քաղաքում տեղի ունեցած պտտահողմի հետևանքով 80 անձ ամուսնական զույգ է զոհվել։ Իլինոյսում քամին տներ է ավերել, իսկ հետո փոթորկին ավելացել է կարկուտը ահռելի մեծ սառցաբեկորներով։ Տեղի բնակիչները պատմում են, որ կարկտի որոշ հատիկներ բեյսբոլի գնդակի չափ են եղել։ Ակնկալվում է, որ շաբաթվա երկրորդ կեսին փոթորիկները կլինեն ավելի թույլ, սակայն վտանգը շարունակում է մնալ բարձր։ Ինդիանայի իրավապահները հորդորել են բնակիչներին չմոտենալ աղետի գոտիներին։ Տեղական իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները և վնասների գնահատումը։ Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականը չի կարող մասնակցել առաջիկա աշխարհի գավաթի խաղարկությանը, որը համատեղ հյուրընկալում են ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան։ Իրանական կողմի այս որոշումը հետևել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողություններին։
Մինչ այդ Իրանը պետք է խաղար Լոս Անջելեսում Նոր Զելանդիայի եւ Բելգիայի հավաքականների հետ, իսկ հետո մեկներ Սիեթլ Եգիպտոսի դեմ մրցելու համար։ FIFA-ի կանոնակարգերը թույլ են տալիս հստակ չսահմանված գործողություններ կատարել Իրանի հնարավոր դուրս գալու դեպքում, ընդհուպ մինչև հավաքականի փոխարինումը այլ ասոցիացիայով։ Հակամարտությունը լուրջ հետևանք է ունեցել նաեւ իրանական կանանց ֆուտբոլի հավաքականի համար։ Ավստրալիայում Ասիայի գավաթի խաղարկությանը մասնակցող թիմի 7 խաղացողները որոշել են չվերադառնալ հայրենիք, ապաստանելով այնտեղ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են հրապարակված մեր սոցցանցերում։ Կանզասը դարձել է ԱՄՆ-ում առաջին նահանգը, որը հետադարձ ուժով չեղարկել է տրանսգենդեր անձանց վարորդական իրավունքն ու ծննդյան վկայականները։ Այս նոր օրենքը պարտադրում է փոխարինել փաստաթղթերը, դրանցում նշելով բացառապես ծննդյան պահի սահմանված սեռը։ Տուժած մոտ 1700 քաղաքացիներից շատերը արդեն ծանուցումներ են ստացել փաստաթղթերի անհապաղ անբավեր լինելու մասին, իսկ հակառակ դեպքում լրացուցիչ տույժերի սպառնալիքով։ Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միության փաստաբանները դատական հայց են ներկայացրել, ընդգծելով, որ այս օրենքը նպատակաուղղված է տրանսգենդեր քաղաքացիներին յուրահատուկ սոցիալական խարանի ենթարկելուն։ Դատարանը, սակայն, մերժել է կասեցնել օրենքի կիրառումը։ Կանզասում տիրող այս անորոշությունը շատերի համար դարձել է մշտական վախի ու խտրականության պատճառ, ստիպելով նրանց որոնել ապրելու ավելի ապահով վայրեր։ Լոս Անջելեսի սննդի ոլորտում նախատեսված տոնական օրը վերածվել է բողոքի ակցիայի աշխարհահռչակ Նոմա ռեստորանի 16 շաբաթյա փոփ-ափ նախագծի բացմանը։ Մինչ հաճախորդները սպասում էին $1500 արժողությամբ ընթրիքին, նախկին աշխատակիցները ցույց են անում մեղադրելով հիմնադիր շեֆ խոհարարին բռնության եւ աշխատակիցների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ։ Բողոքների ալիքից ժամեր անց Ռեձեպին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նախկին աշխատակիցները ներկայացրել են ցնցող մանրամասներ, բողոքողները չեն բավարարվում միայն հրաժարականով, նրանք ներկայացրել են պահանջների նամակ, որը ներառում է փոխհատուցում եւ ղեկավարության ամբողջական փոփոխություն։ Միջադեպը խիստ հակադրության մեջ է մտել ռեստորանի համաշխարհային համբավի հետ, որը համարվում էր լավագույններից մեկը։ Օրվա լրահոսից ահա այսքանն էինք առանձնացրել, հաջորդիվ իմ գործընկեր Մանու Հարությունյանն է շարունակելու թողարկումը առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների մասին նորություններով։ Բարև ձեզ, օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում պատմելու եմ առաջիկա օրերին սպասող մշակութային եւ ժամանցային միջոցառումների մասին։ Սկսենք կինոմաններից, կրկին փորձիր։ Կինոկատակերգությունը պատմում է մի երիտասարդ տղայի մասին, որը հանուն սիրով վաճառում է իր հոգին 6 ցանկության դիմաց եւ ընկնում տարբեր զվարճալի արկածային իրավիճակների մեջ։ Մարտի 15-ին երեկոյան ժամը 5-ին եւ ժամը 8-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ում։ Այժմ հրավիրում եմ երաժշտության սիրահարների ուշադրությունը։ Համաշխարհային աստղ ջութակահար Սամվել Երվինյանն աննախադեպ շոուի ընթացքում ներկայացնելու է Հայաստանի մշակութային մեծագույն լեգենդներին։ Երաժշտության հայ հին ու նոր լեգենդներին նույն բեմում կարող եք տեսնել մարտի 14-ին երեկոյան ժամը 7:30 Փասադենայի AGB Performing Arts Center-ում։ Եթե ռոքնռոլի սիրահար եք, լավ նորություն ունեմ հատկապես ձեզ համար։ Ընթրիք արքայի հետ հարգանքի տուրք Էլվիս Փրեսլիին մարտի 14-ին երեկոյան ժամը 7:30 կարող եք տեղափոխվել ռոքնռոլի ոսկե դարաշրջան։ Պատմական սրահում տեղի կունենա բացառիկ շոու նվիրված լեգենդար Էլվիս Փրեսլիին։ Երեկոյի գլխավոր հերոսը Դենի Մեմֆիսը կվերակենդանացնի արքայի անմահ հիթերը։ Անմոռանալի երեկոյին խոստանում Ջոն Քրաուսը եւ The Gores խումբը։ Հետաքրքիր է, որ Ջոնը ոչ միայն բազմագործիքավորող եւ հմուտ կիթառահար է, այլև իրական կապիտան, ով երկար տարիներ ղեկավարել է Լոս Անջելեսի ծովային ինստիտուտի ախրագաստանավերը։ Մարտի 14-ին երեկոյան ժամը 8-ին San Pedro-ի հայտնի The Grand Annex Music Hall-ում նրանք նորովի են ներկայացնելու հին ծովային երգերը, դրանք հարստացնելով ժամանակակից գործիքավորմամբ։ Եթե չեք ողնորոշվում ժամանցի համար ֆիլմ ընտրել թե երաժշտությունը, ապա հաջորդ առաջարկը ձեզ համար է։ Ալֆրեդ Հիչքոքի հոգեբանական թրիլերը մոլուցքի կործանարար հետևանքների դասական հետազոտություն է։ Ֆիլմն էլ ավելի ազդեցիկ է դառնում Բեռնարդ Հերմանի հուզիչ երաժշտության շնորհիվ, որը կկատարի Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սարա Հիքսի ղեկավարությամբ։
Գլխապտույտ համերգ ցուցադրությունը կարող եք դիտել մարտի 21-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall-ում։ Հռչակավոր դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը վերադառնում է Walt Disney Concert Hall ներկայացնելու ռոմանտիկ ստեղծագործությունների բացառիկ ընտրանի։ Քննադատների կողմից բարձր գնահատված Բրոնֆմանը հայտնի է դաշնամուրային հնարավորությունների սահմաններն ընդլայնելու իր ձիրքով, նրա վիրտուոզ մատները ստեղծում են անհավանական նրբագեղ մեղեդիներ։ Համերգին կարող եք ներկա գտնվել մարտի 22-ին ժամը 14-ին։ 2 տասնամյակ անց R&B ոճի ամենանշանավոր խմբերից մեկը B2K-ը, որը նշում է իր հիմնադրման 25-ամյակը, պաշտոնապես վերամիավորվել է Boys for Life շրջագայության համար։ Խմբի հիմնադրման հոբելյանին նվիրված շրջագայության շրջանակում լեգենդար կատարողները Inglewood-ի Kia Forum-ում կլինեն մարտի 22-ին երեկոյան ժամը 7-ին։ Համերգի գլխավոր աստղերն են B2K եւ Bow Wow։ Vibe Chihuahua Fest 2026 փառատոնը հրավիրում է վայելելու մեքսիկական երաժշտության ինքնատիպ եւ էներգիայով լի երեկոն։ Համերգի ընթացքում ելույթ կունենան տարածաշրջանային հանրահայտ խմբեր եւ արտիստներ մարտի 20-ին երեկոյան ժամը 8-ին Inglewood-ի Youth Theatre-ում։ Yokoayan Los Angeles-ի լատինական ջազ ֆյուժն հնգյակ է, որի հեղինակային երաժշտությունը միավորում է Մեքսիկայի, Կուբայի ռիթմերը, ամերիկյան բլյուզը եւ ժամանակակից ջազը։ Խումբը ստեղծում է կինեմատոգրաֆիկ եւ նրբաճաշակ հորինվածքներ համադրելով ջազային իմպրովիզացիան լատինաամերիկյան մեղեդիների հետ։ Խումբը լատինական ջազի երեկոյի է հրավիրում մարտի 20-ին երեկոյան ժամը 8-ին San Pedro'ի Alba Showroom-ում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակ կգտնեք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։